Երբ ասում են ընտանեկան բժիշկ, նկատի ունեն մասնագետի, ով գիտի գերդաստանի, ինչպես ասում են, ուղն ու ծուծը։ Ընտանեկան բժիշկը պետք է իմանա առողջությունն իրեն վստահած մարդկանց գենի մասին ամեն ինչ։ Ինչու է ընտանիքի հոր մոտ գլխացավերը խրոնիկ, ինչու են դեպրեսիայի մեջ ընկնում ընտանիքի կանայք եւ այլն։ Ընտանեկան բժշկության միջազգային երկրորդ գիտաժողովն է։ Բժիշկները, այդ թվում արտասահմանից, հայեր են։ Մենք փորձում ենք այն դրական փորձը, որը ունի այսօր աշխարհը ընտանեկան բժշկության բնագավառում, ներդնել նաև Հայաստանում, ցույց տալ բժիշկներին, որոնք հաջողակ են իրենց աշխատանքում եւ լավ արդյունավետ աշխատում են։ Ազգությամբ հայ բրիտանացի ընտանեկան բժշկության մասնագետին զարմացրել է դոցենտ Օհանյանի գենը, ինչպես է տիկին Մարինեն միաժամանակ կազմակերպում միջազգային գիտաժողով, դասավանդում համալսարանում, զբաղվում ընտանեկան գործերով ու չի հոգնում։ Երևի բրիտանացին այդպես չէր կարող, եթե բժիշկ Հոբայանին երևույթը զարմացնում է, դա դեռ պետք է պարզի, բայց մի բան Հոբայանը հստակ գիտե, ընտանեկան բժշկության ներդրման համար Բրիտանիայում մի քանի տասնյակ տարի առաջ հատուկ քոլեջ բացվեց։ 60 տարին ավելի ունենք ասան քոլեջը, երկայն ճանապարհ էր, որ հասնենք, եւ գիտեմ, որ Հայաստան ավելի դժվար է, որովհետեւ ֆինանսի խնդիրներ ունի դուք։ Հայաստանում ընտանեկան բժշկության ինստիտուտը 15 տարի առաջ ներդրվեց։ Բժշկականում բացվեց առանձին ամբիոն, կազմակերպեցին վերապատրաստման դասընթացներ եւ մասնագետներին ուղղորդեցին ընտանիքներ։ Ընտանեկան բժշկությունը քիչ թե շատ կայացավ մարզերում եւ դա բացատրություն ունի։ Մարզերում ի սկզբանե աշխատում են բժիշկներ, որոնք իրականացնում են ընդհանուր բժշկական պրակտիկա, իրականացնում են այն պահի պահանջով, երբ որ պացիենտ է հայտնվում այս կամ այն պրոբլեմով եւ բժիշկը պետք է այդ պրոբլեմը լուծի, ոչ միշտ ունենալով դրա իրավունքը։ Այն, ինչ արվել է ընտանեկան բժշկության ներդրման համար, քիչ է։ Բժշկականի ռեկտորը խնդրի լուծումը կրթական փոփոխությամբ է պայմանավորում։ Ամենադժվարն ըստ նրա արդեն ախտորոշել կարողացող ուսանողին ընդհանուր բժշկական պրակտիկայի կարևորությունը հասկացնելն է, բացատրելը, որ կա մասնագետ, ով բուժօգնություն է ցուցաբերում անկախ հիվանդի սեռից, տարիքից ու հիվանդության տեսակից։ Դա շատ կարևոր է ինստիտուտի կայացման համար։ Թերեզա Կադաևչյան, Նարեկ Եղիազարյան, Ժամը լրատվական։